Ադրբեջանը իր պահվածքով եւ նաեւ Թուրքիան իրենց պահվածքով ամեն ինչ անում են, որ Հայաստանում ռացիոնալիզմը մեռնի։ Ինչ է սա նշանակում։ Ռացիոնալիզմի համատեքստում դրոշ վառելը մենք էլ ժամանակին ասել ենք, որ դա պետություն չունեցող ազգի բան է, այսինքն երբ որ պետություն ունես, դրոշ վառելը սազական չի քո ազգի։ Պետություն չունեցող ազգերը բան անում են նման բաներ։ Բայց երբ որ այդ ռացիոնալիզմը մեռնում է, օրինակ կոնկրետ եկեղեցու փլուզումը ոչնչացումով Ստեփանակերտում արդեն մարդիկ չեն կարողանում լսել ռացիոնալ խոսք դրա վերաբերյալ։ Հիմա իրենք այդ որ դատապարտել են, լավ դատապարտել են դրոշի այրում է, ես հասկանում եմ, կա դիվանագիտություն, կա հարաբերություններ։ Եկեղեցու փլուզումը, եկեղեցիների ոչնչացումը Արցախում ինչու չեն դատապարտել։ Ես կոնկրետ օրինակ եմ բերել, որ իսրայելցի մի զինվոր Լիբանանի տարածքում Հիսուս Քրիստոսի խաչը կոտրել էր, նկարը կա էլի, եւ այս նկարը համացանցում տարածվում է։ Ամբողջ քրիստոնյա աշխարհը սկսում է քննադատել Իսրայելին, հետո Իսրայելի բոլոր պաշտոնատար անձինք սկսում են հերթով ներեգություն խնդրել, ափսոսանքի խոսքեր ասել, բան եւ հետո տեղադրում են նկար, որ խաչը ուղղել են եւ շտկել են, կոտրված է եւ ամեն ինչ նորմալ է։ Հիմա երբ որ Հայաստանը ձայն չի հանում, քրիստոնյա ոչ մի ժողովուրդ, ոչ մի ինստիտուտ, որևէ քրիստոնյա եկեղեցի, բացի մեր եկեղեցին նկատի ունեմ, չի միանում են արշավին, որ դատապարտի, որ քրիստոնեական ժառանգությունը, մշակույթը, առաջին քրիստոնյա ազգի մշակույթը, դուք որին չեք ոչնչացնում Արցախում։ Եվ դրանով նաև Ալիևը շատ անկեղծ է, ես էլ ասեմ ու ամփոփեմ այս մասը։ Ինչու՞։ Որտեղ Ալիևը հայ ժողովրդին դանով ուղերձա տալիս, որ ձեզ որ ասում են մենք նախաստորագրել ենք խաղաղության պայմանագրի տեքստ, նախագիծը, դա մի խաբվեք հայ ժողովուրդ, որովհետև մենք ձեր այդ խաղաղության պլաններ չունենք։ Եթե խաղաղության պլաններ ունենայինք, այդ եկեղեցի այլի կթողեինք, եթե ամեն ինչ բացվելու է, խաղաղ լինելու, դե կգանք, մոմ կվառենք, չէ ինչն է պատճառը, որ անպայման քանդվի։ Այսինքն Ալիևը անկեղծ հայ ժողովրդին ասում է, որ ձեզ խաբում են, մենք ձեր հետ կապված խաղաղության պլաններ չունենք։ Բաներ չունենանք եւ դրանով նաեւ օգնում է հայ ժողովրդին, որ հետ գա իր արմատներին եւ հասկանա, որ իրան խաբում են, մանիպուլացնում են լավ ապրելու ցմփ բանես համերգների բաների խորովածի այս ուտել խմելու բանի համատեքստում էլի ուրիշներն է Սիմոնյանը ասել են Ստամբուլում այսպեսին հայտարարություն էր, ասում են որ Թուրքիայի հարաբերությունների հաստատմանը խոչընդոտում է Ադրբեջանը, Ստամբուլում հայտարարությունները ըստ սա Նիկոլ Փաշինյանի կամ այդպես համաձայնեցված է հա գործադիր քաղաքականության հետ ու ինչ ուղերձեր սրանով է հաշվառնելը որ Ստամբուլում է հա նման հայտարարություն տեսեք ես կարծում եմ սպիկերի դերը միշտ Հայաստանում օգտագործվել է որպեսզի ավելի ազատ այլ մեսիջներ տրվի, կարծում եմ այդ համատեքստում է, բայց դա խոստովանություն է այն ամոթալի վիճակի մասին, որ ունենք հայ-թուրքական բանակցային տրակում, որովհետև այդ process-ը նշանակում է, որ մեզ այն ժամանակ խաբել են, որ դիվանագիտական ազնագրերի համար սահմանը բացվելու է, ցամաքային սահմանի մասն խոսքը գնում։ Հետո նորից են խաբել, այն ժամանակ, երբ որ դա խոսակցությունը գնում էր, դեռևս հայ մարդիկ ապրում էին Արցախում, Մեսրոպ Մաշտոցի հիմնած դպրոցում դպրոց էին գնում, աղոթում էին, այսինքն այդ խաբկանքը շարունակվում է։ Հիմա միտեղ մի բան ասել, իրենք են չեմ եղադրում, որ նախկինում բանակցել են մի բան, եկե ժողովրդին ասել մեկ ուրիշ բան։ Հիմա իրանք ինչ են անում, իրանք ժողովրդին ասում են ամեն ինչ լավ է, նորմալ է, բացվում է, բան, հեսա առևտուր եւ այլն, միակողմանի առևտուր են անում։ Եվ որից հետո գնում Ստամբուլում ասում են բանա, դե ժողովուրդ ջան, դե գիտեք դե բան, Ադրբեջանը ձեզ խանգարում։ Այսինքն Թուրքիայի պես հզոր երկիր ուզում է սահմանը բացի մեր հետ, Ադրբեջանը չի թողում, հա։ Այդ են ուզում ասել։ Կարող ենք ասել, որ հաշվառն է, որ Ռուբինյանն է այդ բանակցությունները գնում, դա այսպես աշխատանքի, ապարտուն աշխատանքի հետևանքն է։ Գիտեք, այսինքն դուք մտածում եք, որ մի մարդ պետքա բանակցի ու դա բացվի։ Գլխավոր պատասխանատուն արտաքին քաղաքական վարչապետն է։ Այդտեղ ոչ Ալեն Սիմոնյանին պետք է առանձնացնել, ոչ կոնկրետ գլխավոր պատասխանատու կա։ Հայկական կողմը ճիշտ չի աշխատում, թե Հայկական կողմը ի սկզբանե գնացել է մի ճանապարհով, որի վրա բանակցությունները գնում են առանց նախապայմանների, բոլոր տեքստերում Թուրքիան համաձայնվել է, որ գրվի, որ առանց նախապայմաններ են բանակցում, բայց միևնույն ժամանակ բոլոր նախապայմանները իրենք դրել են սեղանի վրա։ Դա եղել է սկզբից Արցախյան հիմնախնդիրը, հետո Միջանցքի հարցը եւ այդպես շարունակ։ Հիմա քանի քաղաքական հարց էլ էլի, եթե կարելի է պարոն Մարուքյան, ինչ Հովիկ Աղազարյանի հետ, ինչ տեղեր չկարողացաք միասին կիսել եւ ձեր նախընտրական Քարոզ Աշխարհի դեպս ընտրական փուլի մեջ եք մտել, ով է փողը ֆինանսավորել։ Ոչ մի բան չի եղել մեր միջև ամեն ինչ նորմալ գործընկերային հարաբերություններ կան։ Ինչ վերաբերում է մեր նախընտրական արշավին, ես հիշեցի մեր համագումարը 15 թվականին համագումար էին կանում եւ լրագրողները հարցում էին, բայց ես փող որտեղից որ համագումար եք անում։
Հիմա նույն բանն եմ հիշում, այսինքն 19 քաղաքական միավոր գրանցվել է ընտրություններին մասնակցելու եւ բոլորին հուզում է, որ միայն այ լուսավոր Հայաստանն էս ոնց է անում։ Ես ձեզ ասեմ, լուսավոր Հայաստանը ոչ տրադիցիոն արշավ է անում, շտաբեր չի բացում, դուք մեր մեծադիր բաներները չեք տեսնում, այսինքն մենք իրականացնում ենք smart campaign, խելացի արշավ, ինչ է սա նշանակում։ Մենք նոր տեխնոլոգիաներով մեր խոսքը հասցնելու ենք մարդկանց։ Մեր միակ պրոդուկտը այս ընտրություններում մեր գաղափարն է ու մեր խոսքն է։ Մենք ամենաճանաչված, 5 ամենաճանաչված քաղաքական բրենդներից ենք, այսինքն բրենդը հայտնի դարձնելու խնդիր չունենք, ինձ կամ մեր թիմակիցներին հայտնի դարձնելու խնդիր չունենք եւ շատ հանգիստ մտնենք այս քարոզարշավի մեջ։ Մի ուրիշ բան էլ ասեմ, Դավիթ Խաչակյանը մեր ներկայացուցիչ կենտրոնական ընտրական հանձնաժողովում, մեր նախընտրական թիմի անդամ է, կուսակցությունից դուրս եկած մարդիկ կան, այո, նրանք չկան, չեն կարող լինել, որ ուզեն անել։ Ես էս ավարտեմ էլի։ Ես ուզում եմ նաեւ լրագրողներին մի խնդրանք ներկայացնել կամ կա պահանջ։ Դա այն է, որ դուք դարձրել եք ընտրությունների վերաբերյալ խոսույթը, փողի խոսույթ։ Այսինքն, ով առաջին, մի րոպե, ով առաջին հայացքից, ասեմ, ով առաջին հայացքից փող ունի, հա, տպավորությունն է, որ ինքը լեգիտիմ ընտրություններին եւ քաղաքականությանը մասնակցելու իրավունք ունի։ Այդպես չի, ժողովուրդ ջան։ Այդպես չի։ Մենք դրանով կայլասեր ենք ամբողջ քաղաքական process-ը։ Այսինքն, ով փող ունի, նա կարող ընտրություններին մասնակցի, ով որ առաջին հայացքից Չէ, ախր չի կարելի։ Ինչու եմ ասում։ Այն ասում է։ Հա, բայց հաշվետվությունը տված է, մտեք նայեք, կտանք, ինչ խնդիր կա։ Մենք անցած ընտրություններում ամենաքիչ գումարով Թատրոնից ենք տվել։ Դե որ ես տեսնեմ, որ իշներին հարցնում եք։ Նույն տեղի չեք ֆինանսավորում, չէ՞, թատրոնին ասացի, որ իրենք Դե լավ էլի վայ ջան։ Ինչ հարցում եք, Չէ, բայց դու հարց ուներ էլի մեզ։ Մենք հասկանանք, ուղղակի ում ականջներն են ձեր հետո, մեզ ֆինանսավորում։ Մեր ականջները։ Ռոբիկ Աղազարյան։ Հայ ժողովրդի աջակցությունն է, ուրիշ ականջներ չկան։ Գորգիսյանի ականջները, հա։ Կարպիս Փաշյանի։ Հաստատես եմ բան Մարքյան, ասում եք վարչապետի տեխնացը չունենք, բայց ցուցակը դուք եք գլխավորում։ Ինչ է նշանակում չունենք վարչապետ։ Ասեմ, մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ չենք մտնելու այս վարչապետական գզվրտոցի մեջ, երբ որ բոլորը հռչակում են, որ իրենք պետք է լինեն վարչապետ եւ վերջ։ Սա նաեւ մի process էր, որը նախընտրական դեռևս կոնսոլիդացիայի շրջանում խանգարեց կոնսոլիդացիաներին։ Մենք ի սկզբանե ասել ենք, որ այդ ամբիցիան չի կարելի առաջ մղել։ Այս ընտրությունները падգամավորների ընտրություններ են։ Մի հատ մարդիկ թող սկզբից падգամավոր ընտրվեն, հետո վարչապետական ամբիցիաները քննարկենք։ Այո, ցանկացած համասնական ցուցակի առաջին համար տվյալ ուժի ֆորմալ վարչապետի տեխնացունը օրինակ գնալու այն բանավեճին են գլխավոր, չէ՞, բայց մենք ասել ենք, որ մենք չենք մտնելու այդ իմաստով այդ բանավեճի մեջ դու մի քանի իմաստ կնալ։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։